Ինչը հասկացեք, այսօր պիտի խոսանք հայկական սերիալներից։ Վերցրել եմ 50 հատ հայկական սերիալի անուն ու փոխել եմ իմ ձևով։ Ունձիք թվա, որ այս փոխած տարբերակով մեր սերիալները ավելի ամբողջական են դառել, այսինքն անունը ավելի համապատասխան է սերիալին։ Առաջին սերիալն որ վերցրել ու անունը փոխել եմ դի Գոյամարտն է։ Ինչի, որովհետև այս պահին բավականին ունձիք թվա նայողներ շատ կան։ Ունձիք թվա, որ այդ սերիալի հետ բացարձակ կապ չունի Գոյամարտ անունը։ Իմ համար այդ սերիալը ավելի ամբողջական ու ավելի ճիշտ կեղներ, ետեղներ անունը Ավոն սաղ գիտի։ Ճուկն ու նապաստակը թողներ են, որ այսօր քո ծնունդն է մեծացել ես դու արդեն։ Մատերս կպավ այդ ցավը տանը փչի։ Երկրորդ իմ ամենասիրելիներից մեկն է։ Դիք Սուրբն է։ Գիտեմ որ շատ մարդիկ կանոր կնայեն այս սերիալը, ես անկեղծած չեմ նայե, բայց կարճ տարբերակներով տեսել եմ որ այս սերիալի մեջ անընդհատ սպանություններ է, անընդհատ ինչ որ վատ բաներ կկատարվին ու Սուրբ անունը բացարձակ կապ չունի սերիալի հետ։ Այս սերիալի անունը պիտի եղներ Պիղծը։ Սպասել այր Սուրբ, հենց վերջացնեմ կսպասեմ։ Հասանք երրորդին։ Ես այս սերիալը նայել եմ 2 սերիա ու էլ չեմ նայե, անունն էր պատճառով նայեցի, անունը սերիալի տաքսիստն է, բացարձակ կապ չունի տաքսիստը այդ սերիալի հետ։ Ընդամենը գլխավոր հերոսը տաքսիստ է ու վերջ։ Այսինքն այդքանով կփակվի այս մասնագիտության մասին ցանկացած բան այս սերիալի մեջ։ Այս սերիալը եթե կնայեք, գիտեք ինչի մասին է, չծավալվին։ Ես այս սերիալի անունը կփոխեի ու կդնեի Սուլեյման Բռնաբարը։ Տեսել ես այդ սերիալը շատ խնդրու սերիալ է ժամանակ։ Ես ասացին սերիալներ կան Հայաստանում։ Ինչ որ մեկը մյուսին կբռնաբարի, տաքսիստը փրկեգա, անունը դրել են տաքսիստը, կապ չունի այդ սերիալի անունի հետ։ Կաստրության թևերին։ Այս սերիալը TikTok-ով շատ է ֆրացել, շատ եմ նայել, բայց բացարձակ կապ չունի։ Այս սերիալի անունը պիտի եղներ Գոր Վարդանյանը։ Հասանք վերջի զանգին։ Վստահ եմ որ վերջի զանգը հաստատ նայել եք։ Վերջի զանգը այս սերիալի հետ բացարձակ կապ չունի, ընդամենը սերիալը կսկսվի նորով որ դպրոցում վերջի զանգ է ու 368 սերիայի մեջ էլ վերջի զանգի մասին ոչ մի բան չկա։ Ինչ է վերջի զանգը։ Այս սերիալի անունը պիտի եղներ մի հորից ենք, մի մորից չենք կամ մի մորից ենք, մի հորից չենք։ Կապ չունի։ Դիք ամենալավ տարբերակն է սերիալի համար։ Հասանք ամենասիրելի սերիալներից մեկին, ես այս սերիալը նայել եմ հավեսով, ունձիք թվա լիքը մարդիկ էլի նայել են հավեսով, դիք Որոգայթն է, նայել եք չէ, եթե նայել եք մեկնաբանության պաշտում անպայման գրեք թե ձեր սիրելի ամենակերպարը որն էր Որոգայթ սերիալում, բայց էլի Որոգայթը ստնձի ըտկան է համապատասխան չէր այս սերիալին, եթե ես եղնեի այս սերիալի հետ կապ ունեցող մարդ, սցենարիստներից մեկը հաստատ կփոխեի սերիալի անունը ու կդնեի որ եղներ Հովոյի եպաշ ճաշը։ Մյուսը հաստատ են որ բաբշե կապ չունի այս սերիալի հետ։ Մյուս սերիալը դիք նրան հադիգն է։ Ինչ կապ ունի նրան հադիգը Ռոսա Ֆիլբերգի հետ։ Բացարձակ կապ չունի։ Կրնար հանգիստ կրնարեղներ խոսքի դեղցի կուդը։ Դու ինձ չես վստահում, իհարկե դա միանշանակ։ Դու ինձ կնության առեր տարար քո տուն, բայց ես շարունակում եմ քեզ համար մնալ որպես մարմնավաճառ։ Հասանք հայկական սերիալներից ամենաթոփ սերիալին, չկա անձիկ թվատպես մարդ որ չի նայե դժվար ապրուստը։ Չկա Հայաստանում միան մարդ որ չի նայե կամ չգիտե այդ սերիալը առհասարակ ինչի մասին է։ Հա ինչ որտեղ համաձայն եմ այդ սերիալի մեջ կար ինչ որ դժվարին կյանքի մասին ինչ որ տեղեր, բայց ապրուստի առումով չէ, որովհետև սա գուլյատ կերն էին, մեծ հաշվով ասենք այդ ապրուստի խնդիրը չկար։ Ավելի պես լավ կերներ տնեիք խոսքի ռովի կյանքը։ Նա ինչ է եկել այստեղ։ Նա ինչ դեր մեր տեղը։ Ինչ դեր մեր տեղը։ Նա ինչ դեր որ դու մենակ ես տանը։ Այդ տարակ ես։ Դու հերիք չես։ Հերիք կայդ այդ տարակն ես խոցա։ Ինչ է եկել։ Տղատրավի կաննվիրում։ Հայրը փողն է մուծում։ Ինչ է մար։ Հրեշների գայլը։ Չէ միջի դիք ինչ անուն է։ Հանգիստ տնեիք Գոր Վարդանյանը։ Կանչել ես Աշոտից ջան։ Ես դու ջան մատ պապիրոս բեր ավտեմը չծախ բերես։ Նա Ալիմ
շատ խնդալու սերիալ է եղել, անունն էլ է շատ խնդալու, մի վստահ եմ որ ձեզ պետք է բացի, որտեղ պետք է հիշեք այդ սերիալը դիք, որի անունն էր Ուր է իմ տղամարդը։ Գրողի հորձոսն է։ Մենք ինչ գիտենք ուր է ձեր տղամարդը, դուք ձեր տղամարդը չեք բռնել այդ սերիալի անունը Ուր է իմ տղամարդը։ Ամեն անգամ անոնսը կերտար վերջում գսեր Ուր է իմ տղամարդը։ Այս սերիալը ինչքան գիտեմ, այս պահին ետերում է։ Տեսել եմ TikTok-ով շատ կարճ հատվածներ ու դեղից գուշակել եմ իր անունը։ Սերիալի անունն է Մի գեղեցիկ օր։ Խոսքի երկուս չէ մյուս օր կրնա այդ նույն դրամաբանության բեղնի։ Վաղը չէ մյուս օրը։ Էջ մի սատկի կարում կա, ասենք գիտեմ էլի ինչ դրամաբանություն է։ Մի գեղեցիկ օր։ Չգիտեմ, մանուկենց դարը։ Մյուս շաբաթ։ Մյուս շաբաթ։ Շատ լավ կանը մյուս շաբաթ։ Ուրբաթ օր ավելի կոնկրետ։ Տեսել ես հատայի դեպքը։ Ու ավելի կոնկրետ Գարնանը, ավելի կոնկրետ Մարդի 8-ին, շատ խնդալի երգ է։ Սիրո գերին, տեսել եք այս սերիալը, ես տեսել եմ, որ ինչ-կոնը շատ սերիալ եմ ես նայի տողում, իրականում շատ սերիալներ եմ ես նայել, ցավոք սրտի բարեբախտաբար, Սիրո գերին կրնար եղներ, եթե սիրո համար պետք է գերի դառնաս կամ գերի պետք է անի սիրո համար, ավելի սիրուն ու ավելի կոնկրետ կհնչի, եթե սերիալի անունը եղնի Պատկաբլուշնիկը։ Հրեշտակների դպրոցը նայել եք, արա, ընձիկ թվա հայելի ինքը այն սերիալներից է եղել, որ սաղս նայել ենք այդ սերիալ, այն բոքսի, իմ տղակար է, գլխավոր հերոսը բան էր, բոքսիստ էր, Լևոն էր անունն էլ։ Ես նայել եմ, բայց հրեշտակների այդ դպրոցում, ես ինչ կանով որ կհիշեմ Գյումրեցի կեր բարեկար Արսենը խաղարում էր, այդ սերիալում ախր հրեշտակ չկար, մեկը մյուսից հրեշ էր, այսինքն բարի պերսոնաժ, մենակ այդ մեկ բանն էր, տղեն էր, բոքսիստն էր, ասենք մնացածը հրեշներ էին։ Թողներ հրեշների դպրոցը։ Ինչի հրեշտակների, եթե դեռ հրեշտակ չկար։ Չկար այդտեղ բացարձակ հրեշտակ չկար։ Չհամարսակվես ոտերդ հանես ու սեղանին դնես։ Ունի ոտերը չէ, ուր դե ուզեմ ընդել կդնեմ։ Առաջնորդները բացարձակ կապ չուներ այդ անունը այդ սերիալի հետ։ Ինչ որ նույն օր ես ինչ որ մի հատ սերիալ նկարեմ, անունը տնեմ խոսքի հետևորդներս։ Հանգիստ կրնայեղնի, եթե առաջնորդներս կրնայեղնի, չի կրնայեղնի հետևորդներս։ Այսիկ հանրային հեռուստաընկերության կիքսերից մեկն է։ Հանրային հեռուստաընկերությունը առաջ կնկարեր սերիալներ ու չիտեմ ու մտկով էր անցես փառահեղ անունը, որ բռնել ու ճպցրել էր այս սերիալի անունը, դիք գեներալի աղջիկը։ Կնար հանգիստ աներ մորկույս տղեն։ Գեներալի աղջիկը։ Հետո նկարեց էլի սերիալ ու անունը դրեցին Աննա։ Սկի լավ է Աննա է գլխավոր հերոսու անունը որ եղներ, ոսկի չգիտեմ Գեղանուշ, դրանին Գեղանուշը։ Արասիկ հանեմ գրե, բայց դիսեմ էլի այս սերիալի անունը Գախնիկ էր։ Էլի ես նայել եմ այս սերիալը չգիտեմ ինչի, բայց առաջի սերիայում էր Գախնիկի մասին ու հետո կցկվեր գմե 800 սերիա, այդ Գախնիկը սաղ մոռացած կեղնեին, պրոստը բռնեիք ավելի կոնկրետ դնեիք, խոսքի դնեիք Գողինն ու 40 օր է։ Կյանքի կարուսել, նայել եք այն ընտանեկան բաններ, դրամաներներ, որպես հետո բաներ կուտար ընտրության իրավունք բան գներ, ժողովուրդը քվեարկեն գիտե, որ տարբերակով եղներ։ Ես դիա գրել եմ սիկ, բայց չգիտեմ ինչ կանով ճիշտ կբռներ, որտեվ ես կնայի ու կսիրեի այդ բանը, ընտանեկան, ես կտնեի խոսքի կյանքի ճելորտիկը։ Իրականում չգիտեմ այս սերիալի անունով ինչ են ուզեց էսեն, ում են ուզեց դիմեն, բայց այդ սերիալի անունն էր Փրկեք մեր հոգիները։ Փրկեք մեր հոգիները։ Այսինքն կրնար նաև հանգիստ տաներ բժիշկ Ադամս ցավակը խնդրեմ կքաշե կամ բժիշկ Ադամս ցավակը խնդրեմ կներվը հանե Փրկեք մեր հոգիները։ Վերադարձ դեպի անցյալ։ Նայողներ եղել են այս սերիալը։ Ես զուտ այս սցենարնոր գրեիգա, իսկ ընտվե YouTube-ով պես կարճ նայել եմ որ հասկանամ ինչի մասին է, պես էլ չհասկացա ինչի մասին էր այդ սերիալը ու արագի մեջ այդ սերիալի անունը փոխեցի ու դրեցի հին տաշտակ։ Սարոյանները, on է, չէ, Կով Վարդանյանը, իմ տարբերակը մտիկ է։ Հասանք իմ համար ամենախնդալու սերիալներից մեկին, անասե ծնվածներին, ստեղ դերասան անունը չեմ հիշել դերասանի, երևի Լեռնո էր Գերբարի անունը, էլի իր մասերը իմ մոտ շատ ջադ է բերել TikTok-ում, այն որ քսեր այդ սերիալի մասին է, էլի վայտե կապ չուներ այդ սերիալը, այդ անունի հետ կամ անունը այդ սերիալի հետ, խոսքի կնար հանգիստ եղներ չկտրած պորդալարը, ինչ կեղներ որ։
Խոսքի ինչ սեքսիստական մոտեցում է։ Ինչի պետք է եղնի սերիալ, որի անունը պետք է եղնի Հարսիգը, իսկ չպետք է եղնի սերիալ, որ անունը եղնի Փեսիգը։ Թողնենք Փեսիգը։ Էլի հաստատ շատ մարդիկ են նայել սերիալը։ Գիտեք, որ սերիալն է Ելենի օրագիրը։ Ինչի խոսքի Ելենի օրագիրը, ով է որոշի որ դիաների Ելենի օրագիրը։ Թող եղներ խոսքի Արդուշի Ռեդինը։ Երևի ինչ կանով որ գիտեմ Արմենիայի սերիալ է, անունը Մեղավորները, բայց եկեք մի բան ֆիքսենք, որ այս աշխարհում անմեղ մարդ չկա։ Տնենք անմեղ մարդ չկա։ Մեղավորները շատ հանգիստ կնար եղներ։ Սիրելի Սամմի, այս սերիալը կարելի է ես սիրել եմ, որովհետև դերասանական կազմը իմ համար նոր շատ ճիշտ ընդրված էր, նայել եմ ավելի շատ դիգելանկեղծեմ կառեկցիայի համար, շատ սիրուն կառեկցիա էր երած, բայց կերբարի անունը դնել սիրելի Սամի սերիալի անուն, սերիալը նայելու չհասկանալ ինչ կապ ունի այդ անունը այդ սերիալի հետ, պատկան է իմ համար բան չէր, հասկանալի չէր։ Սամին էլ ինչքան գիտեմ կնշանակի սեպտեմբեր, եթե չեմ սխալվի, չէ՞։ Սեպտեմբեր կնշանակի։ Ինչևից է, սիրելի Սոս Ջանիբեկյան, դուք այս սերիալում շատ լավ եք խաղում։ Ես պես կտնեի այդ սերիալի անունը։ Էլի կառեկցիայի համար են նայել սերիալը, վստահ եմ որ ինձ նման էլի մարդիկ կան, որ այդ գունային բան նկարած օպերատորական բանի պատճառով սկսել են նայել այդ սերիալը շախմատիստն է։ Բայց կնար հանգիստ եղներ խոսքի մատարիստը։ Այս սերիալը ես սիրել եմ, որովհետև նկարահանվել է Գյումրիում։ Դիք թղթե երազանքն է։ Թող չաներ թղթե երազանք։ Կամ խոսքի եթե թղթե երազանք դրել եք, մի ամեն սերիալ նկարեք, անունը դրեք խոսքի երկաթից նպատակը։ Հանգիստ կնայեղնի։ Էլի ռեյտինգային սերիալի մասին պիտի խոսամ, դիք հատուկ դասարանն է, չգիտեմ ինչով էր առանձնահատուկ այդ դասարանը, բայց կրնար եղներ ավելի կոնկրետ։ Խոսքի սցենարիստը կրնար եղներ ավելի կոնկրետ դներ 10-ի բն ավելի հետաքրքիր, քան հատուկ դասարանը։ Արեք մի անգամից էլի անցնենք մոտ սերիալի դասամիջոցին, նայել եք հաստատ, դասամիջոցն խոսքի կրնար եղներ զանգը դասատուների համար է։ Երտը հասավ էլի կրիմինալներին Վենդետան, նայել եք, հաստատ նայել եք։ Վենդետան ըտկան է կապ չուներս տնձի ես սերիալի հետ, կրնար եղներ ես թակ դուք 3 հոգով, չնայս քան ինգեր էին, 4 ընկեր էին վայտե, ես թակ դուք 4-ով, կամ ես թակ դուք 5-ով, ավելի մոտիկ եղներ հաստատ ես սերիալի։ Նայել եք Վրիժարուն, ինչ կապ ուներ Վրիժարուն այս սերիալի հետ, տնեիք Գոր Վարդանյանը պրզնեիք։ Այս սերիալը ես կսիրեմ, բայց այդ սերիալի անունը համապատասխան չէր, որովհետև այդ սերիալի անունն էր Մեր գյուղը։ Պրոստը Մեր գյուղը, ինքը գյուղական սերիալ էր, անունը դրել էին Մեր գյուղը։ Տնեիք խոսքի, չգիտեմ, Պեմզաշեն, խոսքի հոռոմ։ Հետ հաշվարկ, սերիալի անունը, հետ հաշվարկ, խոսքի նայարներ 3, 2, 1, գմբ։ Խոստումը, նայել եք խոստումը, ավելի սիրուն կհնչեր եթե եղներ Աբիշատ, ավելի սերիալային անուն կեղներ։ Արա, ով է որոշե այս սերիալի անունը, լքված ամրոցի պահաբանները, արանջիտկան, երկարինջիտկան, ձանձրալի, տնեիք, պահագը պրզնեիք, ավելի դիբու կոնկրետ կյաներ յուտուբով է ավելի հեշտ պոիսկ ուտային ոչ թե գրեինգը լքված ամրոցի պահաբանները, ուրեք խորած է։ Մյուս սերիալը դիք 2-ով է, խոսքի ինչի 2-ով, կրնա եղնի 3-ով, ասեմ 3-ով ավելի հետաքրքիր է, 4-ով էլ չեմ փորձե, բայց ինձ 4-ով էլ հետաքրքիր, 5-ով вообще ինձ կտվա շունը տիրոջը չի չանչե։ Կոռուպցիա, ինչի կոռուպցիա, Գոր Վարդանյանը, всё։ Ամբարտելիներ էլի, ամբարտելիները, Գոր Վարդանյան էլի, անիմաստ է։ Մի խորացեք կան անունների մեջ սիրելի Գոր Վարդանյանի թիմ, պրոստը ձեր սերիալի անունները դրեք Գոր Վարդանյանը ավելի հետաքրքիր կյանի մեզի։ Վերջ, սկանն է ես առանձնացրե, չգիտեմ կար սերիալներով, որոնց որ մոռացա, չանդրադարձա ու չփոխեցի անունները, մեկնաբանության բաժնում գրեք թե որն է ձեր ամենասիրելի հայկական սերիալը ու ձեր տարբերակը որը կյանու, եթե փոխեք այդ սերիալի անունը, գրեք մեկնաբանության բաժնում ու եկեք вообще մեկնաբանության բաժնում իրար հետ քննարկենք, հասկանանք թե ինչ կանով էր մեր հայկական սերիալի